2026 թվականի հունվարի 21-ից մեր քաղաքացիները կարող են դիմել եւ հետ ստանալ 2020 թվականի համար հաշվարկված եւ վճարված դրոշմանշային վճարները։ 1000+ անվամբ ավելի շատ հայտնի Զինապա հիմնադրամից են տեղեկացնում, իսկ դիմել կարող են նրանք, ովքեր ժամկետային զինծառայողի հայր, մայր, քույր, եղբայր են եւ հետվճարը կհաշվարկվի զինծառայողի բանակ զորակոչվելու ամսվանից սկսած։ Դիմել կարող են նաեւ, եթե ունեն զոհված ամուսին, կին, հայր, մայր կամ զավակներ։ Եվ եթե նախորդ տարիներին դա անելու համար պետք էր տարբեր գերատեսչություններից հավաքագրել փաստաթղթեր, արձեռ ընդդիմում ներկայացնել, ապա հիմա առցանց դիմումը բավական է։ Մյուս փաստաթղթերը հավաքագրում, ստուգում, ամեն ինչ հիմնադրամն է անում, ամբողջությամբ ավտոմատացված համակարգի միջոցով։ Հետվճարը կստանան 60 օրվա ընթացքում։ Կարինե Սարգսյանը նշում է, 2025-ի համար կարող են դիմել մինչև տարեվերջ, բայց բոլորը չէ, որ դիմում են։ Օրինակ 2025-ին, 2024-ի համար ընդամենը 8000 դիմում էին ստացել։ Հիմնադրամի նպատակը մեկն է կայուն ֆինանսական հատուցումներ տրամադրել Հայաստանի պաշտպանության ընթացքում զոհված անհայտ բացակայող զինծառայողների ընտանիքներին, առաջին եւ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը եւ ծանր սահմանափակումով զինծառայողներին։ Հիմնական միջոցները գոյանում են դրոշմանիշային վճարներից, նվիրաբերություններից եւ ակտիվների կառավարումից։ Հասարակության անհանգստություններից է այն, որ առողջապահության ապահովագրության ներդրման արդյունքում իջեցվեց Զինապա հիմնադրամին վճարվող գումարի չափը։ Հիմնադրամից վստահեցնում են։ Ուղղակի մեկ օրում չարվեց, դա լավ մտածված քննարկված ծրագիր էր, ինչպես նաև տարբեր սցենարների հաշվարկներով, եւ դա հիմնված է ամուր փաստի վրա, որ մենք ունենք լավ ռեզերվներ, կայուն հոսքեր եւ կատարում ենք արդյունավետ մեր ակտիվների կառավարումը, իսկ առողջության համապարփակ ապահովագրության ծրագիրը ինքը բավականին լավ ծրագիր է, առավել եւս, որ մեր շահառուները եւս ընդգրկված են այս ծրագրում։ Եթե նախկինում մինչև 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողները հիմնադրամին վճարում էին տարբեր դրույքաչափերով 1500, 3000, 5500, 7500 դրամ, ապա հիմա բոլոր դեպքերում հիմնադրամին կուղվի 1000 դրամ, մնացածը առողջապահության ապահովագրությանը։ Կարինե Սարգսյանը պատմում է, սոցիալ-տնտեսական ծրագրեր եւս իրականացնում են, վերապատրաստումներ, աշխատանքի ընդունվելու ծրագրեր։ 2025-ից օրինակ առանձին ֆինանսական աջակցություն են տրամադրում նաեւ շահառուների հաշմանդամություն ունեցող երեխաներին, 60-ն են նրանք, եւ եթե 2025-ին ամսական 50,000 դրամ, ապա 2026-ից 100,000-ական են ստանում։ Ինչքան մեծ է պատերազմից բաժանող ժամանակահատվածը, այնքան քիչ են լինում նաեւ նվիրատվությունները։ Հիմա տարեց տարի 30-ից 35%-ով նվազում է, պատմում է Սարգսյանը։ Բայց դա նորմալ գործընթաց է, 106 միլիոն դրամ ենք ստացել նվիրատվությունների միջոցով։ Այդ նվազումն էլ չի ազդի ռեզերվների վրա, նշում է Սարգսյանը, բայց շեշտում ցանկալի է, որ հիշեն, նվիրաբերեն։ Հիմնադրամը 20 տարվա հետհաշվարկով այսօր ունի 5510 շահառու, 2017-ից է հատուցումներ հատկացնում։ 5510 շահառուները 2008-ից սկսած զոհվածների, անհայտ բացակայողների ընտանիքներն են, ինչպես նաև առաջին, երկրորդ խմբի զինհաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության խորը եւ ծանր սահմանափակումով անձինք։ 2024-ին հատուցումների գումարը բարձրացվել էր 26%-ով։ Օրինակ, զոհված շարքային զինծառայողի ընտանիքը 200,000-ի փոխարեն 2024-ի հունվարի 1-ից ստանում է 256,000 դրամ։ 2025-ին շահառուների թիվը նոր դեպքերով չի ավելացել։ Այսինքն կարելի ասել խաղաղության այդ գործընթացը նպաստել է, որպեսզի մենք նոր շահառուներ ուղղակի չունենանք սահմանին կամ հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածներ։ Չվճարված դեպքեր էլ իրենց թղթապանակներում հիմա չունեն, բայց նաև վստահեցնում են, սահմանի այսօրվա խաղաղությունից անկախ հիմնադրամը ֆինանսական առումով կայուն է, պատրաստ ցանկացած զարգացման անփոփոխ կարգախոսով, միասին զինվորիս կողքին։ Իրինամ Կրչյան, Արման Թովմասյան, լուրեր։